Վարորդ Վլադիմիր Անդրեասյանը կարծում է, որ ինքը պարտավոր չէ մուծել 270,000 դրամ վարչական տուգանքը ճանապարհատրանսպորտային խախտումների համար։ Նախորդ տարվա սեպտեմբերի 2-ին Վլադիմիր Անդրեասյանը իր հիվանդ հարազատին երթևեկության կանոնները խախտելով Եղեգնաձորից տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Ես հեռուստատեսությամբ լսել էի ՃՕ-ի ղեկավարներից, որ եթե հիվանդ ես տեղափոխում, տվյալ բժշկական կենտրոնը իրավունք ունի գրանցելու քո տվյալները, մեքենայի տվյալները, որ հետագայում խնդիրներ առաջանան, անեք այդ հարցերը լուծել։ Բայց հրաժարվել են գրանցել։ Կտրականապես հրաժարվել։ Վարորդը հույսը չի կորցնում, թե կկարողանա բժշկական կենտրոնից ստանալ այդ տեղեկանքը։ Երկու անգամ դիմել եմ, հերքում այն ինչ-որ մենք չկա նման օրենք, մենք իրավասու չենք, բայց ես ունեմ տվյալներ, որ իրենց աշխատողներին իրանք նման տեղեկանք տրամադրել են։ Էրեբունի բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ իրենք երբևէ չեն նշում, թե ինչ մեքենայով են հիվանդին բերել, քանի որ ընդունում են հիվանդին, այլ ոչ թե մեքենան։ Այնուամենայնիվ ճանապարհային ոստիկանությունը վարորդներին խորհուրդ է տալիս։ Բոլոր նմանատիպ դեպքերում հետևողական լինեն, որպեսզի համապատասխան բուժ հաստատություններում գրանցվեն նաև այդ տեղափոխող տրանսպորտային միջոցի եւ վարորդի տվյալները, որպեսզի հետագայում հնարավոր լինի թեկուզ մեր կողմից գրավոր հարցման եղանակով բարձել տեղափոխող տրանսպորտային միջոցի տվյալները։ Իրավաբանական բաժնի պետի խոսքերով վարչական պատասխանատվությունից ազատվելու դեպքում պետք է փաստվի երկու հանգամանք։ Հիվանդը գտնվել է իրականում ծայրահեղ վիճակում եւ այդ իրավախախտումներ կատարելով նրան տեղափոխելը չկատարելու դեպքում վտանգ սպառնել կյանքին եւ երկրորդ հանգամանքը, որ հիվանդը իսկապես տեղափոխվել է այդ տրանսպորտային միջոցով եւ տվյալ վարորդն է տեղափոխել։ Վլադիմիր Անդրեասյանը պատրաստվում է դատական կարգով չեղյալ համարել 270,000 դրամ տուգանքը։